բարևներ իմ լավ հետևորդներին։ Արդեն գուշակեցիք ինչ են պատրաստում։ Ժողովուրդ ջան, կարող ա մտածեք, ասեք այս շոքին ինչ բորշ կամ ինչ ճաշ, բայց սա էլ ա պետք։ Դե իսա արդեն նախապես էփել եմ, հարգելի հետևորդներ ջան։ Պատրաստում եմ տավարի մսով։ Ժողովուրդ, ուրեմն սենց մի բան ասեմ։ Մենք մսին միշտ, ասենք տավարի միս լինի, հորթի միս, ցուլիկի միս, այդպես ենք էլի ասում, ասում ենք տավարի միս։ Ամեն դեպքում, բայց Թեհրանում ասում էին կարմիր միս։ Հիմա իմ մոտ էլ է սովորությունել է, ես էլ եմ հաճախ ասում, կարմիր միս առնենք։ Թեհրանում այդպես էին ասում, անկախ նրանից էլի կլինի տավարի, ասենք տավար ասելով հորթ լինի, կով լինի, չգիտեմ, էրինջի լինի, ասում էին կարմիր միս, այդպես էին ասում, երևի ավելի ճիշտ արտահայտությունն է, ավելի ճիշտ բառը, կարմիր միս, հիմա պատրաստում եմ կարմիր մսով, ամենահամուր բորշը, ամենահամուր, նոր կաղամբով, նոր կարտոշկով, չասեմ թազա կարտոշկա, թազա կաղամբ, ժողովուրդ ջան, կարող ա նկատողություն ստանամ, բայց որ ասեմ թազա ավելի ճիշտ է։ Դնենք այստեղ քամվի, հիմա սոխը կտրենք։ Կես կտորը, ժողովուրդ ջան, օգտագործեմ, կեսը դնեմ սառնարանը։ Սենց լավ մադրացնենք։
մի փոքր էլ կտրել եմ, ուզում եմ կաղամբը վաղցան պատրաստեմ։ Բազուկի կողքն այլ է, դրա համար կարտոֆիլը կարմրել է։ Ջուրն է լցնեմ, մի հատ կոֆե պատրաստեմ, գնամ այգի։ Մեր օգտութ ենք ահում, սպասում են, որ ես պիտի կոֆե տամ հալը։ Սա էլ կլցնենք մի անգամից կաղամբի հետ, կխառնենք։ Կարմիր միսներ լցնենք, հետո մսի ջուրն եմ լցնելու, կքամնեմ, անիչով կլցնենք, ու ասեմ, որ շհամովա հենց ես կարմիր մսով, հետևով, մեկ ջան։ Նամայգուց էլ կանաչի քաղեմ, համեմ եմ լցնելու, հələ տեսնենք սարցարանում պիտի որ այդ պետրուշկան ունեմ ժողով ջան, որտեղ պետրուշկենա հենց համով բորշի, համեմը կլցնեմ գնա, հայաթից կքաղեմ, իսկ պետրուշկեն է սարցարանից, ինչա լինի, որ խոշում կա։ Թող մի փոքր տապակվի, բոլորը միասին, հետո կավելացնեմ ջուրը։ Սա էլ բնենք էստեղ։ Հազարը ինչ ենք անում, տեսնենք, հələ կարամ կտրենք ժողովուրդ ջան, թե մատերիս էլ հետը կկտրեմ։ Հիմա կլցնենք, իսկ ես կտորներ ամենավերջում բազուկի հետ շատ չոր գազարը, շատ ջրային մաս չկա մեջը։ Միլենաս քնած է։ Հեսա կհելնի, ասի ես որոշ չեմ ուտում, տատ ինձ համար ուրիշ բան պատրաստի։ Տատին ինչ պիտի պատրաստի, հետև պիտի մտածեմ, որ Միլենան ուտի։
Բերանը ծածկենք, սպասենք, թող էփի։ Կիսա ծածկանենք։ Ես էլ այդ աման-չամանները հավաքեմ, Լևանը։ Քերիչով անցկացրեցի, բազուկն ու գազարն էլ դնենք մի կողմ, հետո կլցնենք։ Հարևանուս այգու կանաչինը։ Նոր խոսում ենք իրար հետ, ասում եմ ուզում եմ բորշի մեջ պետրուշկա լցնեմ սարցարանից, ասում արի Հայաթում այգում թարմը կա։ Գնացի արագի մեջ քաղեցի, բերեցի։ Հիմա էլ մաքրեմ, սամի, պետրուշկա, մենք է սող։ Ես սող ցանել եմ ժողովուրդ ջան, նոր ծլել է։ Բայց սա կարելի էր բերեց սենց տնգենք ժողովուրդ, այս ես տնգենք գլխի համար, փոքր գլուխներ կտա, հետո կօգտագործենք, աշնանը կհանեմ։ Հարևանուս ասի մի քանի արտու տնգեմ, ասեցի երբ ուզում ես արի տա։ Թարմ կանանչի հոտը ինչ անուշ գալիս է։ Լավանա։ Դե ես բոլորը չեմ լցնելու բորշի մեջ։ Մենակ պետրուշկա համեն։ Այսպես։ Լավանա։ Ասավ կոֆեին։ Կաղա խամես տունել եմ չեմ։ Դանիմ կիսի, չէ։ Դա ինձ էլ կիսա։ Եկա։ Դարձնեմ սա գնամ այգի հարգել հետևորդներ ջան, դե գազս ընդեղա ծառի տակա, որ թութ են քաղում, թողնում եմ ընդեղ, ամեն առավոտ ընդեղ էլ կոֆե պատրաստում ենք, ընդեղ էլ խմում ենք, սենց վերցնենք ու գնանք այգի։ Gazı miyatsınız miyat? Ասում եմ, այսպես խմում ենք մի քանի բաժակ, տանեմ սա լվանա,
Քանի հատ է մնացել։ Ես էլ քաղեմ։ Կանչիկ պապանել, կանց իմ տվեք թող։ Միշտ սիրում եմ օգտագործել։ Մի հատ էլ կծուցի ծակ, ժողովուրդ ջան։ Եվ ամենավերջում կտրատած կանաչին, բազուկը եւ գազարը։ Կարտոֆիլը մի հատ նայեք, տեսնենք է բացա։ Կարևորը որ կարտոֆիլը իբրած է ժողովուրդ։ Վերջ։ Հացնենք բազուկը, գազարը և ամենավերջում է կանաչին։ Տեղով ջամի երկու ապեր սամիտ կտրեցի։ Ուրեմ ասեմ, իմ տոմատը այդքան էլ լավ տոմատ չէր, համոզվեցի, որ իրոք լավը չէր, որովհետև գույնից արդեն պարզ երևում է։ Դե աղը ես արդեն լցրել էի, ժողովուրդ ջան, հիմա 2 րոպեից արդեն կանջատեմ։ Այսօրվա պատրաստված բորշը։ Հիմա այդ օրից գնում եմ այգի, հարևաններս թութ են խաղում իրանց այգում, գնում եմ իրանց էլ կոֆե հյուրասիրեմ, վերջ, սա պատրաստ արդեն, մնում է համտեսեք, լավ հետևորդներ ջան, տեսքի մասին խոսք չկա, բույրի մասին էլ նույնը։ Մարի, Արիկ, Մարջան, Արիկ սեքի մոտ, տան վերջ։
Ալի, չի կարա վերցնի։ Հապի վրեք։ Ոչ, քեսից տվի Լավ դիարա։ չեմանու չեմ խաղում ես գալյակը, հա։ Մա ինձ բռնի ես տեկա։ Ինչ ես արի, չի կան։ Արի, Մարդու, իսո դրամա ես չեմ խաղում։ մեջ արվեկա։ Ուշեք եմ պահի թոքան։ Ապրե, հաղաս մարի Հարգելի հետևորդներ ջան, կատնամթերք եմ հենց նոր առել, ավտո է գալի մեր փողոցներով, միշտ գալիս են, բայց այս անգամ լրիվ նորություն էր ինձ համար, ես էլի տենց ավտո է գալի, միշտ գնել եմ էլի կատնամթերք, այս մեկը լրիվ ուրիշ էր, էլի գործարանից է, ինչ որ կա, գործարանից հանած ապրանք է, ուրեմ ասեմ, էսի կատնաշոր, տավարոք, ժողովուրդ ջան, սենց ասեմ, շատ լավն է, ես սրանից փորձել եմ, իմ եղբորս կինն է միշտ առել, և իր խորհուրդով ես էլ այսօր վերցրեցի, թթվասեր, սենց թթվասեր ես չէի էլ հանդիպել, նայք, մի հատ ջրային մաս չկա ժողովուրդ, ինքն է տեսեք ինչ խիտ, պինդ թթվասեր է, երկու հատ կարակ եմ վերցրել, ուրեմ, կարակի կիլոն 3300 դրամ, կարակն էլ էր շատ լավը, երկու հատ կարակ եմ վերցրել, կփորձեմ, եթե դուրս եկավ, հարգելի հետևորդներ ջան, եթե դուրս եկավ, մի 10 հատ այսպես հենց ամաններով կվերցնեմ, կդնեմ սառցարանում, վերցրել եմ ուրեմ այստեղ ռժա, շատ լավն էր, մենք արդեն փորձեցինք, շատ համով էր, էլենից դուրն էլ եկավ, և 2 կիլոգրամ էլ պանիր եմ վերցրել, պանիրն էլ 2000 դրամ կիլոն, 2 կիլոգրամ էլ պանիր եմ վերցրել, հիմա սա էլ պետք է արդեն կտրեմ, դնեմ աղաջուր, նոր աղաջուր պետք է բռնեմ, կտրեմ դնեմ աղաջուր, սրանք էլ արդեն տեղավորեմ սառնարանում, կարակներից մեկը կդնեմ սառցարանում, մեկը կդնեմ սառնարանում։ Սա էլ այսօրվա իմ գնումները։